Ողջույն, ձեզ հետ Աննան է եւ այսօր Խոհանոց.am-ի եթերում պատրաստում ենք մեր ամանորյա սեղանի ավանդական դարձած ճաշատեսակներից մեկը, պատրաստում ենք բլինչիկներ։ Հիմա ասեմ, թե ինչ է հարկավոր բլինչիկները պատրաստելու համար, այսօր պատրաստելու եմ եւ շերտերը, այսինքն եւ լիստերը, եւ պատրաստելու եմ ավանդական, այսպես ասած, ավանդական տարբերակը, այսինքն պատրաստելու եմ տավարի մսով բլինչիկներ։ Հիմա շատ արագ ներկայացնեմ ինչ է հարկավոր եւ սկսենք պատրաստ։ Իդեպ իմ սեղանի վրա դրված է ինձանից աջ կողմ, այսինքն ձեզանից ձախ կողմում դրված են այն բաղադրիչները, որոնք ես օգտագործելու եմ կատնախմորուկների խմորը, լիստերի խմորը պատրաստելու համար։ Ինձանից ձախ կողմում, այսինքն ձեզանից աջ կողմում դրված են այն բաղադրիչները, որոնք ես օգտագործելու եմ լցոնը, խճողակը պատրաստելու համար եւ կենտրոնում աղնում բուսայուղը օգտագործելու եմ եւ խմորի եւ լցոնի համար եւ մի բան եմ ուզում ասել, արդեն ասացի, որ սա ավանդական տարբերակն է, լցոնի ավանդական տարբերակն է, բայց կան բազմաթիվ բաղադրատոմսեր, լցոնների բաղադրատոմսեր կան, որոնք շատ համեղ են, շատ հետաքրքիր են, շատ դյուրահատուկ են եւ եթե ուզում եք, որպեսզի մենք ներկայացնենք ձեզ բացի այս լցոնը նաև ուրիշ տարբերակներ, բաժանորդագրվեք Խոհանոց.am YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակը, որպեսզի տեղեկացված լինեք եւ լայքեք մեր տեսանյութերը եւ ասեմ, որ եթե այս տեսանյութը հավաքի 1000 եւ ավելի լայք, ես ձեզ կներկայացնեմ լցոնի մեկ այլ տարբերակ։ Հիմա շատ արագ թվարկեմ բաղադրիչները, սկսեմ խմորի բաղադրիչներից եւ կանցնեմ արդեն լցոնի բաղադրիչներին։ Եվ այսպես, խմորը պատրաստելու համար մեզ հարկավոր է 1 լիտր կաթ, 5 հատ ձու, կես կիլոգրամ ալյուր, 1 ճաշի գթալ շաքարավազ, 1 թեյի գթալ աղ, 5 ճաշի գթալ բուսայուղ։ Խճողակի բաղադրիչներն են կես կիլոգրամ տավարի միս, աղացած միս, սոխ 1 հատ, համեմ մի փոքր փունջ, 3 հատ խաշած ձու, բնական եք օգտագործեմ բուսայուղ, աղ եւ համեմունքներից օգտագործում եմ սև պղպեղ։ Եվ այսպես սկսում ենք պատրաստել բլինչիկի լիստերի խմորը, հիմա իմ սեղանի վրա միայն խմորի բաղադրիչներն են, որովհետեւ խճողակի բաղադրիչները ես մի կողմ եմ դրել, որպեսզի տեղ չգրավի։ Հիմա արդեն անցնում ենք գործի եւ սկսում ենք պատրաստել կատնախմորուկներ, բլինչիկի լիստերի խմորը։ Հիմա միքսերի տարայի մեջ կոտրում եմ 5 հատ ձուն։ Ձվի վրա ավելացնում եմ ամբողջ ալյուրը, ավելացնում եմ շաքարավազը, իդեպ կարող է զարմանաք, թե բլինչիկի լիստի մեջ ինչ գործ ունի շաքարավազը, ասեմ, որ շաքարավազը նպաստում է նրան, որ բլինչիկի լիստերը ավելի պղպջակներով լինեն, ինչպես ասում են, ծակոտկեն լինեն, եւ բացի այդ քաղցրի եւ աղի այդ խառնուրդը բալանսը շատ համեղ է լինում, երբ որ օգտագործում եք զանազան խճողակներ, զանազան լցոններ եւ բլինչիկի լիստերն են շատ համեղ ստացվում։ Ավելացնում եմ աղը։ Հիմա այստեղ կարևոր բան կա։ Տեսեք, ես ավելացրեցի բոլոր բաղադրիչները եւ միքսերով հարելով, չմոռանանք նաեւ բուսայուղն էլ ավելացնենք 5 ճաշի գթալ։ Վերջ, այսքանը բավական է եւ հիմա պետք է այս զանգվածի մեջ ավելացնեմ քիչ հարելով ավելացնում եմ կաթը եւ որպես կանոն ասեմ, այսպես շատ ճիշտ են ստացվում, զանգվածը շատ ճիշտ է ստացվում, բայց հակառակը չեք կարող անել, այսինքն չեք կարող կաթը վերցնել, սկսել հարել, մեջը ավելացնել ձուն, որովհետև, չգիտեմ, դա խոհարարության կանոն է, որ հակառակ պրոցեսը օգուտ չի բերում, հակառակը վնաս է բերում։ Հիմա միացնում եմ հարիճը, դեռ այսքանը միացնում եմ իրար։ Երբ որ տեսնում եմ, որ զանգվածը արդեն միացել է իրար, սկսում եմ քիչ ավելացնել կաթը, տեսեք, մի քիչ ավելացնում եմ եւ հարում եմ։
Դեռ տեսեք գնդիկներ կան, բայց այդքան էլ շատ չեն, դեռ գնդիկներ կան։ Հիմա կավելացնեմ ամբողջ կաթը, դեռ չեմ ավելացնում խմորի մեջ, մի քիչ էլ կավելացնեմ, ահա։ Հիմա այս զանգվածը կխառնեմ այնքան, որ այդ խմորի գնդիկներն էլ վերանան եւ կշարունակեմ։ Վերջ, էլ խմորի մեջ գնդիկ չկա, ահա, չէ, կա, կես րոպե էլ կխառնեմ։ Այ հիմա վերջ, էլ գնդիկ չկա, հիմա մնացած կաթը լցնում եմ խմորի վրա և արդեն ոչ թե միքսերը, այ գթալի, փայտե գթալի կամ այսպիսի սիլիկոնե թիակի օգնությամբ սկսում եմ խառնել, ահա, տեսեք, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում բլինչիկի լիստերի խմորը արդեն պատրաստ է և պետք է թխենք, բայց ցանկացած խմոր, որը պատրաստվում է, մի քիչ ժամանակ է պահանջում, որպեսզի հանգստանա, այս խմորը ես կդնեմ մի կողմ, որ հանգստանա 20 րոպեից մոտ կես ժամ, իսկ այդ ընթացքում շատ արագ կպատրաստեմ լցոնը, որովհետև լցոնն շատ արագ է պատրաստվում, սա թողնում եմ մի կողմ և սկսում եմ պատրաստել լցոնը։ Եվ այսպես պատրաստում ենք բլինչիկների լցոնը, թավան արդեն գազօջախի վրա է և պետք է սկսեմ տապակել տավարի աղացած միսը։ Շատ շատերը, երբ որ պատրաստում են բլինչիկների լցոն, սկզբում միսը խաշում են, հետո նոր աղում են։ Ես այդ տարբերակով փորձել եմ, բայց այդ տարբերակով պատրաստված լցոնը ինձ համար մի փոքր չոր է ստացվում, իսկ այսպես շատ հյութալի է լինում։ Հիմա լավ տաքացրած թավայի մեջ ավելացնում եմ մի քիչ բուսայուղ, բուսայուղի քանակը կապված է նրանից, թե ինչ միս եք օգտագործում, եթե միսը յուղոտ է, կարող եք քիչ ձետ ավելացնել, եթե ընտրել եք անյուղ մսի տեսակ, անյուղ է միսը, կարող եք ձեթը շատ ավելացնել, ահա, հիմա, թավայի մեջ առաջինը լցնում եմ միսը, տեսեք, թավան լավ տաք է, միսը ավելացնելուց անմիջապես հետո սկսում եմ միսը տրորել, կարող եք գթալով անել, փայտե գթալով, կարող եք սիլիկոնե այսպիսի թիակով և շատ հարմար է այս նպատակով օգտագործել գործիքը, որով մենք սովորաբար պյուրե ենք պատրաստում։ Եվ այս ամենը պետք է անենք բարձր կրակի վրա, որ միսը հենց ամենասկզբից է սկսի տապակվել, որ չսկսի խաշվել։ Եվ հենց որ տեսնում ենք, որ մսի վրա կեղև է առաջացել, կարող ենք արդեն հանգիստ թողնել, որ տապակվի։ Վերջ, հիմա միսը ես դեռ թողնում եմ, բայց հեռու չեմ գնում և անընդհատ պետք է հետևեմ, որովհետև պարբերաբար նորից եմ ասում, պետք է այսպես տրորենք։ Հաջորդը թավայի մեջ պետք է ավելացնեմ սոխը։ Սոխը պետք է շատ մանր կտրատել։ Տեսեք ինչ մանր կտորների եմ ես բաժանել սոխը և ասեմ, որ մեկ անգամ էլ դանակով կանցնեմ վրայով, որ խճողակի մեջ չառանձնանա սոխը մսից։ Վերջ, սոխը կտրատեցի, լավ մանրացրեցի, մեկ անգամ էլ այսպես դանակով վրայից կանցնեմ, որպեսզի ավելի մանր լինի, ավելի մանրանա։ Չենք մոռանում մսի մասին, խառնում ենք։ Հիմա ես կսպասեմ, մինչև միսը տապակվի մոտ 3 րոպե և կշարունակեմ։ Եվ այսպես միսը արդեն տապակվել է, հիմա, երբ որ արդեն տեսնում եմ, որ միսը գրեթե պատրաստ է, ավելացնում եմ թավայի մեջ սոխը։
Սոխը ավելացնելուց անմիջապես հետո համեմում եմ աղով, խառնում եմ և հիմա, քանի որ ես ավելացրեցի սոխի վրա աղ, սոխի միջի եղած հյութը դուրս կգա և արդեն հյութով այս երկու բաղադրիչները կսկսեն եփվել։ Հիմա ցածրացնում եմ կրակը, թավան փակում եմ կափարիչով և եփում եմ սոխը մսի հետ մոտ 5 րոպե, ընթացքում կխառնեմ, որ չվառվի, բայց ասեմ նորից եմ ասում, այնքան հյութ կառաջանա սոխից, որ դժվար թե այրվի միսը։ Սա թողնում եմ հանգիստ և մեզ մնաց միայն կտրատել խաշած ձուն նախապես ես խաշել եմ և եթե ուզում եք որ ձուն ճիշտ խաշվի, եփում եք եռալուց հետո ընդամենը 7 րոպե, տեսեք երևի շատ եք նկատել, երբ որ երկար եք եփում ձուն, այս դեղնուցը կանաչում է, եզրից կանաչում է, իսկ եթե ճիշտ եք եփում, 7 րոպեն բավական է, որպեսզի ստանանք այսպիսի գեղեցիկ դեղին գույնի դեղնուց։ Քանի որ դեղնուց է, դեղնուցը պետք է լինի դեղին։ Շատ արագ հիմա կմանրացնեմ ձուն, մեկ անգամ էլ կարելի է դանակով այսպես գնալ, ձվի վրայով անցնել, որ ավելի մանր լինի, չնայած որ երբ որ ավելացնենք խճողակի մեջ, խառնելու ընթացքում կմանրանա ձուն, սա դեռ դնում եմ առանձին ափսեի մեջ, վերադարձնում եմ այս ափսեի մեջ, սա վերջում եմ ավելացնելու արդեն, երբ որ միսը պատրաստ լինի։ Եվ հիմա պետք է կտրատեմ համեմը, ինչ վերաբերվում է կանաչում, կարող եք օգտագործել սամիտ, հիմնականում օգտագործում են սամիտ, կարող եք օգտագործել մաղադանոց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ համեմով խճողակը շատ համեղ է ստացվում։ Հիմա դեռ չեմ կտրատի, այսինքն կարող եմ կտրատել, բայց մեկ անգամ էլ խառնեմ, և երբ որ տեսնեմ, որ սոխը արդեն հում չէ, արդեն եփվել է, կափարիչը կվերցնեմ թավայի վրայից և արդեն կտապակեմ։ Երևի նայում եք, ձեզ թվում է, որ սոխը շատ է, եթե ուզում եք մի քիչ օգտագործեք սոխ, մեծ սոխի փոխարեն կարող եք օգտագործել կես հատ կամ 1 հատ փոքր սոխ, բայց առանց սոխի ցանկալի չի պատրաստել, որովհետև այդքան էլ համեղ չեն ստացվում բլինչիկները։ Սա դեռ կեփեմ ես ևս 2 րոպե փակ վիճակում և մանրացնում եմ համեմը, այստեղ ոչ մի նոր բան չեմ կարող ասել, ընդամենը պետք է համեմը մանրացնել։ Այստեղ ցանկալի է, որ կանաչին լավ մանրացրած լինի, որպեսզի հավասարաչափ միանա լցոնի մյուս բաղադրիչներին, և հետո բացահայտել գեղեցիկ է, երբ որ ուտում եք բլինչիկը, կանաչին մանր է կտրատած լինում, այսպես խոշոր կանաչու կտորներ չեն լինում բլինչիկների մեջ։ Կանաչին լավ մանրացրեցի, հիմա թավան բացում եմ ես և արդեն բաց վիճակում տապակում եմ խճողակը, լցոնը։ Եվ որն է կարևոր, որ երբ որ սկսում եք ինչ-որ մի բան տապակել, երբ որ ուզում եք ստանալ լավ կեղև, պետք չէ վայրկյանը 1 խառնել, այսպես հարթեցնեմ, թողում եմ 2 րոպե, 2 րոպեից հետո կարող եմ խառնել, բայց հետևում եմ, որ շատ չչորանա միսը։ Տեսեք, արդեն կամաց, այստեղ կեղև է առաջանում։ Թողնեմ, միսը հանգիստ տապակվի, լավ կարմրի և կշարունակեմ։ Վերջ, տեսեք, միսը արդեն պատրաստ է, սոխն ու միսը իրար հետ լավ տապակվել են և ուշադրություն դարձրեք, ինչ հյութալի է մնացել միսը
Եվ երբ որ ասում եմ լավ տապակվել է, չի նշանակում, որ սոխը կոնկրետ այս դեպքում վառել ենք, չէ, ուղղակի լավ տապակել ենք։ Հիմա ավելացնում ենք համեմունքներ, չնայած ես սկզբում աղ ավելացրեցի սոխի վրա, բայց ընթացքում փորձեցի եւ մի փոքր էլ կարիք է զգացվում աղի, ահա։ Ավելացնում եմ սև պղպեղը։ Կարող եմ արդեն գազօջախը անջատել եւ ամենավերջում ավելացնում եմ ձուն, կտրատած ձուն, կտրատած համեմը, վերջ, բերեմ այստեղ, խճողակը խառնում եմ եւ երբ որ համեմը միանում եմ մյուս բաղադրիչներին, որոնք բավականին տաք են, դուք չեք պատկերացնում ինչ բույր է ստանում այդ պահին խճողակը։ Վերջ, վերջ։ Խառնում ենք, սառեցնում ենք։ Խճողակը պատրաստ է։ Հիմա շատ արագ կսկսենք պատրաստել թխել բլինչիկի լիստերը։ Կփաթաթենք այս խճողակը այդ լիստերի մեջ, կտապակենք, կմատուցենք եւ կվայելենք, կփորձենք։ Եվ այսպես մինչ խճողակը սառում է, մենք շատ արագ կպատրաստենք բլինչիկների լիստերը, այսինքն արդեն պետք է լցնենք խմորը թավայի վրա եւ տապակենք։ Առաջին հերթին ինչն է կարևոր, որ թավան պետք է շատ տաք լինի եւ պատրաստում ենք այս process-ին սովորաբար ասում ենք թխում ենք։ Հիմա ես էլ այդպես կասեմ։ Թխում ենք սովորականից մի քիչ բարձր կրակի վրա, այսինքն ցածր կրակը պետք է չլինի, բայց բարձր էլ պետք է չլինի, որ միանգամից այրվի։ Հիմա արդեն խմորը լավ հանգստացել է։ Մեկ անգամ այսպես խառնում եմ, ահա, այսպես, որովհետև ամեն դեպքում ծանր բաղադրիչները նստում են հատակին խմորի, ահա, խառնում եմ, վերցնում եմ մոտ կես շերեփ խմոր, ահա, այսպես, որպեսզի բլինչիկի լիստը շատ հաստ չլինի, շատ խմոր չենք օգտագործում։ Տեսեք, դնում եմ թավայի կենտրոնում եւ շատ արագ այսպես, ահա, շրջում եմ, տարածում եմ խմորը, դնում եմ գազօջախին եւ թխում եմ։ Եվ ինչպես իմանանք, որ բլինչիկի լիստը պատրաստ է, երկու կողմից պետք է տապակենք, երբ իմանանք, երբ է ժամանակ, ոնց իմանանք, երբ է ժամանակը, որ շրջենք այստեղ վրան առաջանում են պղպջակներ, տեսեք պղպջակները եւ տեսեք ինչ գեղեցիկ ծակոտկեն են, հա, մեր բլինչիկները, լիստերը ավելի ճիշտ։ Հիմա երբ որ տեսնում ենք արդեն պղպջակները, այսպես զգուշությամբ առանձնացնում ենք, խմորը թավայի պատերից, ահա, տեսեք, եւ ես ճիշտն ասած չեմ վախենում այրվելուց, ես միշտ սա ձեռքով եմ անում, այսպես վերցնում եմ, այսպես, տեսեք ինչ գեղեցիկ է, շրջում եմ եւ 20 վայրկյան եփում եմ այս կողմի վրա, 20 վայրկյանից կես րոպե երկրորդ կողմի վրա տապակելուց հետո, այսպես վերցնում եմ եւ դնում եմ սրբիչի վրա։ Միանգամից սկսում եմ թխել հաջորդը նույն եղանակով, ահա, թավան դնում եմ գազօջախի վրա եւ նույն եղանակով պատրաստում եմ բոլոր բլինչիկները եւ տեսեք ինչ գեղեցիկ են ստացվել, տեսեք եւ ուշադրություն դարձրեք բլինչիկի որակի վրա եւ շատ շատերը պատրաստելիս օգտագործում են ջուր, բացատրելով նրանով կաթի ոչ թե կաթի փոխարեն, կաթի հետ ջուր են ավելացնում, բացատրում են նրանով, որ այսպես բլինչիկները երբ որ փաթաթում ենք չեն պատռվում, բայց ինչ պատռվելու մասին է խոսքը։ Տեսեք, օգտագործել ենք միայն կաթ, նայեք, տեսեք, այս լիստը արդեն լավ սառել է, արդեն կարող եմ դնել ահա, ափսեի մեջ, շրջում եմ երկրորդը, տեսնենք ժամանակն է, թե ոչ, դեռ ժամանակ կա, իդեպ, եւ այսպես, բլինչիկի լիստերը արդեն պատրաստ են, խճողակը դե բնական է, որ հասցրեց այդ ընթացքում սառել, հիմա պետք է լցոնենք բլինչիկները, այսինքն լիստերը պետք է լցոնենք, ուրեմն,
երբ որ փաթաթում ենք բլինչիկ, ես ինքս այսպես եմ փաթաթում, կան մարդիկ, որոնք գուցե եւ ձեռքի վրա են այս լիստը պահում եւ լցոնում, ես օգտագործում եմ ափսե։ Ափսեի վրա փռում եմ լիստը եւ ուշադրություն դարձրեք թխած կողմով դեպի վերև, այսինքն այն կողմը, որը այդքան էլ թխված չէ, հա, բաց գույն է, դա պետք է լինի արդեն հենց բլինչիկի երեսը։ Թխած կողմով դեպի վերև, դեպի ինձ դնում եմ լցոն։ Լցոնը պետք է շատ չլինի, քիչ էլ չլինի, մոտ 1.5 ճաշի գթալ եմ ավելացնում, ես չեմ սիրում, կան մարդիկ, որոնք խճողակ շատ քիչ են լցնում, դա իմ տարբերակը չէ, ես այդպես չեմ սիրում, տեսեք, դրեցի այսպես, ոնց բացատրեմ, մի փոքր տեղ եմ թողնում, հա, և լցնում եմ լցոնը, տարածում եմ այսպես, ահա, տեսեք, լցոնը դրել եմ, մի փոքր տեղ եմ թողել և դրել եմ լցոնը այսպես տարածում եմ, փակում եմ խմորով, ահա, լիստով, տեսեք, մեկ անգամ պտտում եմ, ծալում եմ կողքերը, ծալում եմ եզրերը և շարունակում եմ պտտել, ընթացքում շատ ուժեղ չէ, բայց սեղմում եմ, որ լավ փաթաթված լինի, ահա, և ամենավերջում այսպես սեղմում եմ, տեսեք, առաջին բլինչիկը պատրաստ է, պատրաստում եմ երկրորդը, ահա, նույն տարբերակով, մի փոքր լցոն, այսպես հավաքում եմ, տարածում եմ, փակում եմ խմորով, ծալում եմ կողքերը և փաթաթում եմ, վերջ, այստեղ ոչ մի բարդ բան չկա, մեկ անգամ որ պատրաստեք, խոսքս ուղղում եմ սկսնակ տնային տնտեսուհիներին, որոնք գուցե և առաջին անգամ պետք է պատրաստեն բլինչիկներ, ասում եմ, որ բացարձակ ոչ մի բարդ բան չկա, հենց առաջին անգամվանից է կարող է ստացվի։ Վերջ, հիմա ես կփաթաթեմ բլինչիկները, այդ ընթացքում թավա կդնեմ գազօջախի վրա, որպեսզի պատրաստի բլինչիկները մատուցելուց առաջ տապակեմ։ Վերջին բլինչիկներն եմ փաթաթում։ Ճիշտն ասած, երևի դուք հիմա կտեսնեք իմ սեղանի վրա մի քիչ է բլինչիկները։ Սա ես պետք է հիմա տապակեմ։ Մնացածը ես դրել եմ սառցե խցիկի մեջ, ճիշտն ասած այսքանը, որ ես տապակելու եմ, ես հիմեային ինձ համար չեմ տապակելու, ես այսքանը չեմ կարող բնական է ուտել, որ ասեմ, որ այստեղ մի բանակ մարդ կա, որը անհամբեր սպասում է, թե երբ պիտի բլինչիկները պատրաստ լինեն, որ վերջապես համ տեսենք, բլինչիկները փաթաթած պատրաստ են, մի փոքր գործողություն է մնացել անել, այն է, որ պետք է թավան դնեմ գազօջախի վրա և այս բլինչիկները տապակեմ, այդքանը։ Եվ այսպես հիմա պետք է մեր բլինչիկները վերջապես տապակենք և վայելենք, ուրեմն թավան արդեն գազօջախի վրա է և լավ տաքացել է, տաք թավայի մեջ ավելացնում եմ բուսայուղ և քանի որ թավան արդեն բավականին տաք էր, բուսայուղը մի անգամից լսում եք ձայնը, տաքացավ, ահա, հիմա տաք բուսայուղի մեջ դնում եմ բլինչիկները և երկու կողմից տապակում եմ մինչև լավ կարմրի, այսքանը և ընթացքում կափարիչով չեմ փակում, բաց վիճակում ուղղակի տապակում եմ։ Եվ մի բան էլ ասեմ, որ պատրաստի բլինչիկները հանելու եմ ափսեի վրա, որի վրա ես անձեռոցիկ եմ փռել, որպեսզի ավելորդ ձետը դուրս գնա, մի քանի րոպե կթողնեմ այսպես անձեռոցիկի վրա, որից հետո կտեղափոխեմ մատուցվող ափսեի մեջ և վերջապես կմատուցեմ։ Եվ այսպես վերջապես եկավ այն պահը, երբ որ պատրաստի բլինչիկները կարող ենք արդեն համ տեսել, ուշադրություն դարձրեք, ինչ գեղեցիկ են ստացվել, տապակված, բուրումնավետ, դե համը քիչ անցնենք, անպայման կփորձենք, այսինքն ես անպայման կփորձեմ, և նորից եմ կրկնում, սիրելիներս, եթե այս հոլովակը հավաքի 1000 և ավելի լայք,
ձեզ համար ես կպատրաստեմ եւ ձեզ կներկայացնեմ շատ հետաքրքիր խճողակով բլինչիկի բաղադրատոմս եւ հիշեցնում եմ, որ կարող եք բաժանորդագրվել խոհանոց.am մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակը, որպեսզի տեղեկացված լինեք մեր նոր տեսանյութերի մասին եւ լայքեք տեսանյութերը, մեր տեսանյութերը, ինչպես նաեւ անպայման կոմենտներ գրեք, մեկնաբանություններ գրեք, որովհետեւ ամեն դեպքում մեզ հետաքրքիր է ձեր կարծիքը մեր աշխատանքի մասին, մեր ճաշատեսակների մասին, իսկ հիմա պետք է փորձենք բլինչիկները, առաջինը պետք է կտրենք, որ տեսնենք խճողակը, տեսեք ինչ ախորժաբեր է և հիմա ես կհամտեսեմ, ճիշտ ասած ես չեմ սիրում դանակով և պատառաքաղով բլինչիկ ուտել, ամեն դեպքում սա այն ճաշատեսակն է, որ պետք է ձեռքով ուտել, բռնում եք, կծում եք և ուտում եք, այսքանը։ Ինչ ասեմ, շատ համեղ է, այդքանը, կարծում եմ այդքանով ամեն ինչ ասված է, կպատրաստեք և ինքներդ կհամոզվեք, հիշեցնում եմ, որ ձեզ հետ էր Աննան, կհանդիպենք հաջորդ անգամ և կրկին շատ համեղ բան ենք պատրաստելու։ Երևի ստոպ։